Ողջույն հարգելի հետևորդներ, 24 News-ի եթերում Compasus Moralis հաղորդաշարն է։ Մեր հյուրը Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր Քահանա Հովհաննիսյանն է։ Շնորհակալ եմ Տեր Գրիգոր այցի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Ձեզնից շատ հարցերի պատասխաններ կակնկալենք այսօր, որոնք կհուզեն նաև մեր հանրության, մեր հավատավորների խմբին, մեծ թվաքանակին։ Տեր Գրիգոր, եթե դեմ չեք կուզենայի հարցը քննարկեինք այս տեսանկյունից, մերօրյա ժամանակահատվածում կարծեք թե տարանջատված լինելով հանդերձ մենք ունենք 10 պատվիրաններ եւ իրանցից զատ ունենք նաեւ 7 մահացու մեղքեր կոչվածը։ 7 մահացու մեղքեր կոչվածին կարծեք թե անդրադարձը համեմատական առումով ավելի քիչ է, քան 10 պատվիրաններին։ Կխնդրեի այս երկուսի առանձնահատկությունները նշել, երկու խմբերի, եւ մենք հիմնարար անդրադարձ կատարենք նաեւ 7 մահացու մեղքեր կոչված փնջին։ Եվ ինչով են պայմանավորված հենց այս 7-ը։ Արդյոք հենց այս 7-ն են, թե կան ավելի ածանցյալ, այսպես ասեմ, մեղքեր կամ քրիստոնեական օրինազանցություններ, որոնք մենք պետք է ել ավելի մեծ ուշադրություն դարձնենք։ Նախ նորից շնորհակալ եմ հրավերի համար եւ այս առիթի համար, որ մենք կարող ենք մեր հանրությանը ներկայացնենք հոգևոր զրույց, կամ խորհրդածություններ, ոնց կուզեք կոչեք դա, ուրեմն նախ ինչ վերաբերվում է ուրեմն 10 պատվիրաններին, դրանք 10 չեն, պատվիրանները ընդհանրապես Աստվածաշնչում 600-ից ավելին են։ Ուղղակի այդ 10 են առաջին 10-ն է, որ Աստված ինքը քարե տախտակների վրա, երկու քարե տախտակների վրա գրված տվեց Մովսես մարգարեին, եւ դրանից հետո էլի շատ պատվիրաններ տվեց Մովսեսին, ուղղակի այս 10-ը, որ այդպես շատ խորհրդանշական է եւ առաջի պատվիրաններն էր, որ տրվեցին եւ Աստված իր ձեռքով, այսպես ասեմ, եթե կարելի այդպես կոչել, իր ձեռքով գրված տվեց Մովսես մարգարեին, դրանք շատ ուրեմն մի տեսակ ավելի գիտենք բոլորս եւ դրա վրա ավելի կենտրոնանում ենք, թեև ասելով հանդերձ որ շատերն անդրադառնում են 10 պատվիրաններին, ես փորձել եմ ուրեմն բազմաթիվ աշակերտների այդ դպրոցում, որոնք գիտեն 10 պատվիրանների մասին, նախկինում սովորել էին եկեղեցու պատմությունից կամ այսօր ինչ որ տեղերից կարդացել են, գիտեն այսօրվա աշակերտները, ես միշտ որ հարց է լինում, ասում եմ երեխեք իսկ ով գիտի 10 պատվիրանները եւ որպես կանոն շատ քչերը, երևի 100-ից մեկը որ կարող է հերթականությամբ այդպես նշել 10 պատվիրանները, որպես կանոն խառնիխուռն բաներ են ասում 10 պատվիրաններից եւ այդպես ամբողջը չեն կարողանում նշել։ Այս առումով այնքան էլ այդպես չի որ մեր հասարակությունը լավ տեղյակ է 10 պատվիրաններից, գիտենք, լսել ենք այդ մասին, մի քանիսը կարող են նշել, բայց պատվիրաններ կա, որոնց որ 10 պատվիրաններ կան, որոնք նույնիսկ չեն էլ անդրադառնում։ Ուրեմն այստեղ ես կուզեի նախ թվենք 10 պատվիրանները, ուրեմն 10 պատվիրաններից առաջինն է. ես եմ քո Տեր Աստված, ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։ Կուրքեր չշինես եւ չպաշտես ոչ երկնքում եղած որևէ բանից, ոչ երկրի վրա, ոչ ջրերի մեջ եղած, ուրեմն կռապաշտությունն է արգելում։ Երրորդ պատվիրանը քո Տեր Աստծո անունը զուր տեղը բերանը չառնես։ Այսինքն Աստծո անվանը, Աստված հասկացողությունը միշտ ակնածանքով եւ մեծ սրբությամբ պիտի վերաբերվենք։ Չորրորդ պատվիրանը 6 օր կաշխատես եւ 7-րդ օրը սուրբ կպահես։ 7-րդ օրը Աստված պաշտության համար է եւ Աստծո հետ հարաբերության համար է։ Ամեն օր է հարաբեր, բայց հատկապես մի օր նվիրված պիտի լինի Աստծուն, որ մեր պարագային այսօր Կիրակի օրն է։ Այո, եկեղեցին է։ Այո, այդ թվում վատարակը։ Այո, Աստվածպաշտության օրն է, կարծես հանգստի եւ Աստվածպաշտության օր։ 5-րդ պատվիրանը պատվիր քո հորդ ու մորդ, որպեսզի երկար եւ օրհնված կյանք ունենաս աշխարհի վրա։ Հետաքրքիր է, առաջին 4-ը զուտ Աստծունն է վերաբերվում։ Աստծուն վերաբերվող պատվիրաններից հետո, այսինքն մարդ Աստված հարաբերություններին է վերաբերվում։ Հաջորդ պատվիրանը անմիջապես
մարդ ծնող հարաբերություններ, պատվիր քո հորդ ու մորդ, այսինքն Աստծուց հետո Աստված մեզ կարևորում է մեր ծնողների դերը մեր կյանքում, հա, պատվիր քո հորդ ու մորդ, որպեսզի երկար եւ օրհնված կյանք ունենաս աշխարհի վրա։ Հաջորդ պատվիրանները՝ մի սպանիր, մի գողացիր, մի շնացիր, հա, հաջորդ 3 պատվիրանները արդեն մեր մարդկային փոխհարաբերությունն է։ Մենք իրարից ենք, չէ՞, գողանում, սպանում իրար, շնանում եւ այլն։ Հաջորդ պատվիրանը՝ սուտ մի վկայիր, այսինքն սուտ մի խոսիր, եւ վերջի պատվիրանը ուրիշի ունեցվածքը մի ցանկացիր։ Այսինքն այս 5 պատվիրանների փաթեթը մարդկային սոցիումի, հա, հանրության հարաբերություններին է վերաբերում, իրար հետ մեր հարաբերություն։ Ուրեմն եթե այսպես բաժանել ունենենք մասերի, հա, ուրեմն առաջին 4 պատվիրանը աստվածային մարդ-աստված հարաբերություններ, հաջորդը մարդ ծնող հարաբերություններ, ծնող զավակ հարաբերություն եւ հաջորդը մարդ հարաբերություններ, իրար հետ մեր հարաբերություններին։ Ուրեմն 10 պատվիրանները սրանք են հիմնականում, որին իդեպ հին կտակարանի այս 10 պատվիրաններին միշտ եկեղեցական հայրերը զուգահեռ են տանում նոր կտակարանի երանիները, որ լեռան քարոզում Քրիստոս խոսեց 9 երանիներ, որոնք այսինքն այս պատվիրանների ավելի բարձրագույն, ավելի կատարյալ աստիճաններն են ներկայացնում մեզ։ Հասկանալի է։ Ինչ վերաբերում է 7 մահացու մեղքերին, ուրեմն այո, դուք ճիշտ եք, որ շատ հաճախ մեր ոչ եկեղեցականացած ժողովուրդը մեր ժողովրդի ոչ եկեղեցականացած մասը, եթե այսպես կարելի է, որը բավականին մեծ է, հա, այսինքն եկեղեցականացած մաս ասելով մենք ավելի շատ հասկանում ենք այն մարդկանց, ովքեր ապրում են իրենց հոգևոր կյանքը հայ եկեղեցու մեջ, այսինքն ինչ ասել է հոգևոր կյանք ապրել, ապրում են եկեղեցու օրացույցի համաձայն իրենց հոգևոր կյանքը, կիրակի օրերը պատարակների են գնում, սուրբ գիրք են ընթերցում, աղոթում են, պահքերն են պահում, այսինքն եկեղեցական կարգ ու սարքը իրենց համար շատ կարևոր է եւ այսպես են ապրում։ Այս զանգվածը մեր ժողովրդի մեջ շատ մեծ չի, փոքր է, հա, սրանից դուրս հիմնականում 7 մահացու մեղքերի մասին մարդիկ չգիտեն։ Եվ երբ որ մարդկանց հետ զրույց ես ունենում, առանձնազրույց բան, եւ ասում ես դու մեղքեր ունես կամ դու մեղավոր ես, հաճախ մարդիկ ասում են ես այո մեղավոր եմ, դե գիտենք բոլոր մարդիկ էլ մեղավոր են, անմեղ մարդ չկա, ես մեղավոր, ես բոլորի նման մեղավոր եմ, բայց որ ասում կոնկրետ դու ինչ մեղքեր ունես, երբեմն ասում են գիտես Տեր, ես տենց մեղքեր չունեմ։ Ասում եմ, բա ո՞նց ես մեղավոր։ Դե ասում եմ, բոլոր մեղավոր են, ես էլ եմ մեղավոր։ Ասում եմ, այսինքն ի՞նչ է նշանակում մեղքեր։ Դե ասում եմ, մարդ չեմ սպանել, գողություն չեմ արել, անառակ կյանքով չեմ ապրել։ Հիմնականում այս բաներն են շեշտում, որ որպես մեղքեր եւ ասում եմ ես, բայց ասում եմ եկեղեցին ունի 7 մահացու մեղքեր, որոնց մեջ չմտած չի ոչ մարդ սպանելը, ոչ գողություն անելը, ոչ էլ ուրեմն անառակ կյանքով ապրելը, հա։ Եկեղեցու 7 մահացու մեղքերն են հպարտությունը իր բոլոր դրսևորումներով, նախանձը իր բոլոր դրսևորումներով։ Սրանք իրար փոխկապակցված չեն, Տեր Գրիգոր։ Ինչ որ Այո, իրար հետ առնչություններ ունեն։ Ուրեմն բարկությունը իր բոլոր դրսևորումներով, ծուլությունը իր դրսևորումներով, ագահությունը իր զանազան երեսներով, ուրեմն ворկրամոլությունը, հա? Այո։ Այստեղ հաճախ մարդիկ ворկրամոլություն ասելով զուտ կապում են ուտելի սննդի հետ, բայց այս մեղքը շատ ավելի ընդարձակ է, այսինքն անզսպությունը, ամեն ինչի մեջ դա կլինի սննդի առումով, դա կլինի խոսելու առումով, դա կլինի պահվածքի առումով, այսինքն ворկրամոլությունը, այսինքն չափը կորցնելը։ Այո, ամեն ինչում։ Հա։ Եվ ավելի ընդարձակ այդպես կարող ենք ընկալել, եւ թեև կապված է ворկորբալի հետ, կոկորտ, կեսնունդ բառի հետ, բայց ավելի լայն ընկալումը ավելի սա եւ բղջախոհությունը։ Բղջախոհությունը դա ողջախոհության հակառակն է, երբ որ մարդը ունի պիղծ, անարգ, անառակ կամ չար կամ անօրեն մտքեր, մտածումներ ուղղակի, վատ մտածումը, ողջախոհությունից
հակառակ, հա, չարախոհությունը կամ բղջախոհություն ենք ասում, սրանք է 7 մահացու մեղքերը։ Հիմա եթե մենք լուրջ մոտենանք, ցանկացած լուրջ մարդ, որ նստի ու ինքը իր հոգու առջև, իր խղճի առջև ազնիվ քննություն անի, չկա այդպիսի մարդ, որ սրանցից որևէ մեկը գոնե չունենա, գոնե որևէ մեկը չունենա, մենք բոլորս ունենք, որտեղ մեր կյանքում թե հպարտությունը միշտ գլուխ է բարձրացնում եւ իզուր չի, որ այդ հպարտությունը դրված է որպես մահացու մեղքերի գլուխ, որտեղ առաջին մեղքն էր, որ գործվեց տիեզերքում, հա, Հարուսյակը կատարյալ մի հրեշտակ հպարտացավ Աստծո դեմ եւ դրա արդյունքում ինքը ընկավ երկնքից, ապստամբեց ընկավ երկնքից եւ դառավ սատանա, հա, հպարտությունը այսպես կործանեց մարդուն, ուրեմն հպարտությունը գլուխն է մեղքերի։ Մենք ամենատարբեր կերպերով հպարտության մեջ հայտնվում ենք։ Գիտեք, երբ որ մենք ինչ-որ մեկից մեզ գերադասում ենք, ինչ-որ մեկից մեզ լավն ենք համարում, ինչ-որ մեկից մեզ բարձր ենք համարում, մենք արդեն հպարտության մեղքի մեջ ենք, բայց մենք ինչ ունենք հպարտանալու։ Առաքյալն ասում է, ես ոչ մի բան չունեմ լավ, որով կարողանամ հպարտանալ, ինչ լավ բան կա ինձանում, Աստծուց է։ Մենք ունենք մենակ մեղքեր, որ մեզանից է, այդ մեղքերով էլ ինչ հպարտանանք։ Թեև, գիտեք, խաթարված ժամանակներ են եղել հանրային կյանքում, երբ բարոյական սկզբունքները, բարոյականությունը բավականին խաթարված է եղել եւ մարդիկ սկսել են հպարտանալ մեղքերով։ Մերօրյա մերօրյա ժամանակների մասին ասում, մեր կյանքի ընթացքում օրինակ մարդը ամաչում է աղոթելուց, հա, օրինակ ենթադրենք թաղման արարողակարգի ժամանակ եկեղեցում կամ հոգե հանգստյան սրահում կամ գերեզմանատանը քահանան ասում եկեք միասին աղոթենք, հա, եւ խաչակնկվում, հա, ժողովրդի մեծ մասը, որ իրենց քրիստոնյա են համարում, մկրտված են, ամաչում են խաչակնկվել։ Բայց այդ նույն մարդիկ, որ ասում են աղոթում ես կամ Սուրբ Գիրկարանի ամաչելով է պատասխանում այդ հարցին, բայց հələ խոսիր, երեք ինչքան ես խմել։ Այո։ Հա։ Ներողություն, շատ անգամ լսել ենք, չէ, ոնց են մարդիկ բանը հպարտանում, թե իրանք երեք ինչքան խմեցին կամ ինչ ավելի վատ ու չար գործեր արեցին եւ սրանով հպարտանում են, հա։ Առաքյալ սրա մասին խոսում, ասում է, իրենց ամոթը իրենց հպարտությունն են դարձրել։ Ինչից պիտի ամաչեին։ Մարդը դրանով հպարտանում է, այսինքն սա նորօրյա բան չի, առաքելական շրջանից եկող մի բան է, որոնք մարդիկ այն բաներով ինչով պիտի ամաչեին, այսօր այդ բաներով մարդիկ հպարտանում։ Դա գիտակցելով են անում։ Գիտակցաբար են գնում այդ ճանապարհով։ Ուրեմն ես ձեզ ասեմ, Սուրբ Գրիգոր Տաթևացին 3 ճանապարհ է նշում մեղքի, ասում են ընդհանրապես մեր բոլոր մեղքերը 3 ակունք ունեն, 3 տեղից են ծագում, 3 ծագում ունեն, ուրեմն մեկը, ուրեմն ասում են մեր չար ունակությունն է, այսինքն մեր խառնվածքով, մեր բնույթով պայմանավորված մեղքերն, օրինակ մարդկա ավելի բան է, այսպես հանդարտ է, ալարկոտաբան ավելի ծուլության մեղքին է հակված, մեկը կա ավելի այսպես բուրնաբան ավելի բարկության մեղքին հակված իր խառնվածքով, հա, այսինքն մեզանով պարունակված, մեզանով պայմանավորված մեղքեր, հա, ասում է չար ունակություն, մեր մեջ եղած չար ունակությունների արդյունքը։ Երկրորդ մեղքի պատճառը, ասում է բանն է, ուրեմն տգիտությունն է։ Մարդիկ տգիտության պատճառով, այսինքն մարդը չի իմանում, որ այս արարքը մեղք է։ Ուղղակի ինքը հասարակությունից սովորել է, որ այդպես ապրում են մարդիկ, ու երբեք անդրադարձ չի արել, որ դա մեղք է, հա։ Եվ երրորդ պատճառը ասում է, չար սովորույթներն են, որ մարդիկ կյանքի ընթացքում ձեռք են բերում չար սովորույթներ։ Հիմա եւս բոլորից բժշկվելու ճանապարհները կա, ասում է Տաթևացին։ Ասում է չար ունակությունը մենք հաղթահարում ենք, այսինքն մեր չար խառնվածքը մենք հաղթահարում ենք աղոթքներով, պահեցողություններով, ճգնություններով, այսինքն հոգևոր ճիքերով փորձում ենք փոխել մեզ,
Աստծո ողորմությամբ իհարկե, Աստված է փոխողը, Այո։ այդ մեր ճիքերը տեսնելով։ Տգիտությունը հաղթահարում ենք, ասում է, հոգևոր կրթությամբ, հա։ Եթե մարդը տգետ է, չգիտի, մենք ինչ պիտի անենք, պիտի սուրբ գիրք կարդանք, պիտի հոգևոր հայրեր կարդանք, եկեղեցու կարգ ու սարքը սովորենք, որ իմանանք, որ զանազանենք ինչն է մեղքը, ինչն է արդարությունը։ Եվ ասում է, իսկ բանը վատ սովորույթները, ասում է, մենք հաղթահարում ենք վատ ընկերակցություններից հրաժարվելով։ Անձանցից։ Հա, այսինքն մարդը եթե օրինակ հարբեցող է, Այո։ հա, չի կարող ինքը խմելը թողնել, եթե ինքը հարբեցողների միջավայրից դուրս չգա։ Այո։ Թմրամոլը չի կարող Այդ միջավայր։ թողնել թմրամոլությունը, եթե ինքը այդ այսինքն վատ ընկերակցությունները պիտի փոխենք ուրիշ ընկերակցությամբ, որտեղ այդ մեղքերը չկան։ Ուրեմն բոլոր պարագաներում դեղեր հիմա ասում ենք ինչի՞ց են մարդիկ անում։ Մի քանի պատճառ կարող լինի վատ ընկերակցություններ, հա, վատ ընկերակցության մեջ մարդիկ սովորել են այդ բանը եւ կարող լինի տգիտություն, հա, մարդը ուղղակի տգետ է, չգիտի որ դա մեղք է։ Օրինակ ներողություն եմ խնդրում։ Հաճախ պատահել է խոսում ես տղամարդու հետ, հա, խոսում ես մեղքերից բան եւ անդրադարձ ես անում, որ գիտես, դավաճանությունը մեղք է ծանր։ Մարդը անկեղծորեն ասում է ո՞նց թե։ Ասում է այդ լեվի գնալը մեղք է։ Ասում եմ այո, շնության մեղք է եւ Աստվածաշունչն ասում է շնացողների երկնքի արքայություն չեն մտնի։ Ասում է ո՞նց, ասում է այդ տղամարդու գործ է։ Հələ հակառակը Մարդիկ հպարտանում են, մտածում են, որ ամեն մի տղամարդ այդպես պիտի անի, այդպես պիտի ապրի, այսինքն սա ինչ է տգիտություն է։ Հա, կամ հանրության մեջ ընդունված սխալ մտայնություն է։ Ցավոք սրտի մեր պարագայում երբեմն նույնիսկ հանդիպել ենք, որ կանայք հաշտվում են այդ մտքի հետ, որ իրենց ամուսինների պիտի դավաճանեն, ասում են տղամարդ հայելի տենց կլինի։ Հա, մի տեսակ։ Հա, բայց գիտեք, ցավն ինչ է, այդ հաշտվելու խնդիրը չի։ Այդ մարդիկ եւ բոլոր մեղքերի մեջ գտնվողներս, այդ մարդկանց չեմ մեղադրում, մենք բոլորս եթե մեղքերի մեջ ենք, բոլորս դժոխքում պիտի հայտնվենք։ Մեղքի վարձքը մահն է, ասում է Պողոս առաքյալը։ Մեղքերով ծանրաբերված մարդը պիտի դժոխքում հայտնվի։ Ուրեմն այս կարևոր բան է եւ հպարտության հիմնական աղբյուրը եկեղեցական հայրերը նշում են ուրեմն տգիտությունը։ Այսինքն երբ որ մարդը տգետ է, ինքը հպարտ է։ Իմաստուն մարդը հպարտ չի լինում։ Ինչքան մարդը իմաստուն է լինում, այնքան ինքը խոնարհ է լինում։ Այսինքն հպարտության հակառակ առաքինության մեջ է լինում։ Այսինքն 7 մահացու մեղքերն ունեն իրենց հակադիր առաքինությունները։ Հպարտության հակադիրը խոնարհությունն է, հա, որգրամոլություն, ժուշկալություն։ Այո, բանի նախանձի հակադիրը սերն է, հա։ Այո։ Հպարտության բարկության հակադիրը հեզությունն է եւ այսպես այսինքն հակադիր առաքինություններ կան, որոնք այդ մեղքերի դեմ պայքարելուց մարդը պիտի այդ առաքինություններով զորանա, հա, որպեսզի հաղթահարի։ Եվ այսպես եկեղեցական հայրենը նշում են տգիտությունն է, այսինքն տգետ մարդիկ են հպարտ լինում։ Եթե մարդը տգետ չի իմաստուն է, ինչի վրա հպարտանա, ինչով հպարտանա, ինչ ունենք հպարտանալու։ Բարձնում են միայն խաչով, չէ՞, ոնց ասում առաքյալը։ Այո, Պողոս առաքյալը ինձ համար բանը քավլիցի, որ ուրիշ բանով բարձենամ, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար եւ ես խաչված եմ աշխարհի համար։ Պողոս առաքյալի Եփեսացիների ուղերձից է այս ուրեմն համարը։ Ես կուզենայի Տեր Գրիգոր հասկացման տեսանկյունից պայմանական, էլի որ ասեցիք 600-ին մոտ Աստվածաշնչում պատվիրաններ կան, պայմանական էլի 10-ի մասով 10-ին տրված չի մահացու մեղք անվանումը, ճիշտ է, այսինքն այս 10 մեղքերը ներելի են Տիրոջ կողմից, ավելի շատ ներելի են, քան այն 7-ը արդյոք, որ նրանք ստացել են մահացու մեղք։ Շատ լավ։ Այս անվանումը։ Ուրեմն եթե մենք այդ 10 մեղքերը, 10 պատվիրաններ, ներողություն, 10 պատվիրաններ, նախ իրենք մեղքեր չեն կոչվում, պատվիրաններ։ Այս 10 պատվիրաններին եթե մենք անդրադարձ անենք, մենք տեսնենք, որ այս պատվիրանների խախտումները
պայմանավորված է հենց մահացու մեղքերով։ Հա։ Այսինքն սպանությունը ինչով է պայմանավորված։ Կամ հպարտությամբ, հա, անձս վիրավորվել, մեծամտությամբ, կամ նախանձով։ Հա, նախանձի համար մարդիկ իրար չարիք են գործում, մարդ են սպանում, կամ ագահությամբ, հա, ունեցվածքը խլելու համար, ավելին ունենալու համար, կամ բարկությամբ, բարկացած ժամանակ մարդ, այսինքն ինչ ստացվեց, որ մի սպանիրի հիմքում ընկած են մահացու մեղքերից որևէ մեկը կամ մի քանիսը միաժամանակ։ Նույն կերպ մի գողացիր։ Էլի նույն բնութագրիչն։ Էլի նույն, այսինքն մարդը երբ է գողություն անում։ Դրա հիմքում ինչ անկած, հա, ագահության մարմաճը, ուրիշի ունեցվածքը սեփականելու մարմաճը, հա, այսինքն եւ ցանկացած մեղք, հա, ցանկացած մեղք աշխարհում իր հիմքում ունի այս 7 մահացու մեղքերից մեկը կամ մի քանիսը, շնության մեղք, մի շնացիր, հա, բղջախոհությունն է։ Մարդը մինչև մտքով չշնանա, գործով չի կարող շնանալ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսն էլ ասեց, եթե դու մեկի վրա նայեցիր եւ նրան քո մտքում, սրտում ցանկացար, դու արդեն շնացար։ 5 տականում այդպես չէր, ճիշտ է։ 5 տականում գործունեությունն էր համարվում։ Իսկ նորում Տեր Հիսուս Քրիստոսը արդեն համարեց մտքում ունենալ անգամ, այսինքն դրանց հիմքը, որտեղից է գալիս մեղքը, ասեց ոչ թե ինչ որ մտնում է բերանից, այնա պղծում մեզ, այլ ինչ որ մեր բերանից է դուրս գալիս, որտեղ սրտից է գալիս այդ ամեն ինչը, հա, մեղքը, ծնվելը։ Հիմա այստեղ խնդիրը ինչու՞մն է 5 տակարանում մարդկության վաղ հասակներ, անկիրթ հասակներ, մանուկ հասակներ, հա, մանուկին շատ հաճախ ասում են մի արա, չի կարելի, եւ շատ հաճախ մանուկը չի հասկանում, թե ինչու չի կարելի, որտեվ շատ բաներ իրան նույնիսկ դժվար է բացատրել իր մանուկ լինելու իր գիտակցական իր ընկալումների տարիքի համաձայն, բայց երբ որ մեծանում է մարդը, հա, անպայման ուզում է իմանալ սրա պատճառն ինչ է, ինչու չի կարելի, հա, եւ այնտեղ արդեն իրան հասու է։ Հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոս արդեն խոսեց հասուն մարդկության հետ, որը կրթված էր այդ 5 կտակարանի օրենքներով, հա, մի սպանիր, չի կարելի էս, հիմա օրինակ Երանիներում Տեր Հիսուս Քրիստոս միով պատվիրան չի տալիս, ասում է Երանի խաղաղարարներին, Երանի հեզերին, Երանի սրտով մաքուրներին, Երանի սքավորներին, Երանի հոգով աղքատներին, այսինքն ինքը արդեն ուրիշ մակարդակի մասին է խոսում, ասում է դու Երանի կլինես, եթե այսպիսին լինես, եւ այս բաները կժառանգես դրան որպես արդյունք։ Ձեր նշածի շրջանակում արդյոք մտնում է, երբ որ ծննդոց գրքում առաջին հատվածում Տեր Աստված, երբ որ ասեց մի կերես պտուղը, չէ, դաստիարակության եւ որպես հորդոր էր անում, բայց նա չլսեց։ Սա դեռևս արդյոք երևի թե տեղավորվում է, որ ասում եք մարդկության դեռևս նախնական այն սաղմնային վիճակն էր, որ նրան դաստիարակում էր, ասում էր մի արա, բայց այդուհանդերձ ինքը արեց եւ բոլորին գցեց այդ հավիտենական մեղքի մեջ։ Հետագայում, ինչպես դուք նշեցիք, արդեն այդ դաստիարակության զարգացվածությունն էր հոգեվոր։ Հիմա կուզենայի այս հոգեվոր զարգացվածության կրթության թեման ձեր հետ մասնավորաբար շատ խորքային առումով շարունակել։ Դուք նշեցիք ձեր խոսքի սկզբում Տեր Գրիգոր, որ աշակերտների հետ կամ սովորողների, երիտասարդների հետ հանդիպելուց նշում էիք, որ 10 պատվիրանները, պայմանական 10 պատվիրանները նրանք հախուռն էին նշում, ոչ կարգավորված տարբերակով։ Հիմա եթե այս մարդիկ, երեխաները, աշակերտները, ինչ որ մակարդակի, անգամ ոչ ցանկալի մակարդակի դպրոցում հոգևոր կրթություն ստանում էին, հիմա դա էլ չի լինելու։ Եկեղեցու պատմություն առարկան դուրս բերվեց։ Հիմա այսինքն նրանց հոգևոր խնամքը իրենք ընտանիքներում կարողանալու են տանել նրանց նկատմամբ, կամ նրանք մեր հոգևոր կյանքի պատասխանատուն մի քիչ այսպես ասեմ, եկեղեցին կարողանալու է յուրաքանչյուրի տուն մտնել եւ այդ հոգևոր դաստիարակությունն ու հոգևոր կրթադաստիարակչական մեթոդները կիրառել։ Այն պարագայում, այո, մենք դուք բոլորը բավարար չափով գոհունակ չէին
դասավանդման որակից, առարկայից, չգիտեմ, կամ վերջնարդյունքից ինչ էին ստանում, հիմա դա էլ չի լինելու։ Սա մեզ ինչի է բերելու։ Դա եւ երկրորդը այս հարցը կուզենայի ոչ այլ ասպեկտով քննարկենք, նույն հարցը կարելի է դիտարկել նաեւ քրեակատարողական հիմնարկներում։ Կարող է հոգեվորականից գոհ չէին, կարող է ինչ-որ դժգոհություններ ունեին, ֆորմալ, ձևական առումով բան, ոչ բովանդակային։ Հիմա դա էլ չի լինելու։ Ես կուզենայի այս հարցերին ձեր արձագանքը լիներ։ Այսինքն թողում ենք մենք ինքնահոսի կրթակ ծանրագույն process-ը եւ ձեզնից առաջ ձեր հոգեվոր եղբայրներն էլ, մեր հայրերն էլ հոգեվոր, այդ հարցը շատ տարակուսանքով էին դիտարկում, որ ինչ հետագա պիտի լինի, հետագան ինչ պիտի լինի, անազատության մեջ գտնվողների, կրթության process-ում գտնվողների մասը։ Խնդրեմ։ Ուրեմն հարցերը շատ ընդարձակ են եւ տարողունակ են, թերևս մենք չենք կարող դրանց ամեն մեկին ժամերով կարելի է խոսել, քննարկել, ուղղակի ես մեր հնարավորության սահմանների մեջ փորձենք որոշակի անդրադարձներ անել։ Նախ գանք Եդեմի պարտեզից։ Եվ ինչ որ հիշեցիք, երբ Աստված մարդուն առաջին պատվիրանը տվեց, առաջի կրթական, եթե կարելի է այդպես կոչել, կրթական գործողությունը տեղի ունեցավ, Աստված ասեց չուտեք, որովհետև կմեռնեք, հա? Ինչ տեղի ունեցավ։ Սատանան մարդուն հրահարեց, որպեսզի մարդը խախտի այդ պատվիրանը։ Այսինքն Աստծո կրթությանը, Աստծո բերած, եթե կարելի է այդպես կոչել, կրթական այդ գործին խանգարող մեջտեղ եկավ։ Եվ մարդկության ողջ պատմության ընթացքում այդ խանգարողը մեջտեղ է եկել։ Հիմա ինչ վերաբերում է կրթությանը, դաստիարակությունը, ուրեմն կրթությունը որպես կանոն, թե համաշխարհային պատմության առումով, որը քիչ գիտեմ, թե մեր պատմության առումով, որը նորից քիչ գիտեմ, բայց մի քիչ ավելի քան համաշխարհայինը։ Կրթությունը որտեղ է եղել։ Եկեղեցու մեջ է եղել։ Դպրոցների հիմնադիրները դպրոց պահել են եկեղեցին եւ ցավոք սրտի մեր օրերում 18 թվականին մերօրյա կրթության պատասխանատու համար 1, հա, նախարարը մտնում է դպրոց եւ քահանա է տեսնում դպրոցում եւ ասում է դու այստեղ ինչ ես անում։ Արտառոց տարօրինակ հարց։ Եվ այստեղից սկսում է ամեն ինչը։ Այդ որ ասում ես դպրոցից ծրագրերի դուրս տարօրինակ մարդը այն ժամանակ իրան իհարկե պատասխաններ տրվեց։ Մարդը կամ չգիտի, կամ ուզում է հերքի այն փաստը, որ այդ դպրոցի հիմնադիրը նույն Մեսրոպ Մաշտոցն է եւ հայոց եկեղեցին է Սահակ Պարթև հայրապետը Մեսրոպ Մաշտոց Սուրբ Սահակ Պարթևը Սուրբ Մեսրոպ Մաշտոցն են եւ հայոց եկեղեցին է ոչ միայն հիմնադիրը այլ դարեր շարունակ դպրոց պահողը եկեղեցուց դուրս դպրոց չի եղել դարեր շարունակ մինչեւ վերջին մի 100 տարի կամ դրանից մի քիչ ավելի դպրոց միշտ եղել է եկեղեցու մեջ այսինքն հոգեվոր կրթությունը միշտ ընթացել է աշխարհային գիտելիքի հետ միասին, գիտական մտքի հետ միասին։ Եվ դարեր շարունակ գիտական միտքը, գոնե հայոց պարագային, եկեղեցու մեջ է զարգացել։ Մեր փիլիսոփաները, մեր մաթեմատիկոսները, մեր միջնադարից արվեստագետները, բանասերները, բոլոր հոգեորականների եւ եկեղեցականներ են եղել։ Հասկանում եք Դավիթ Անախտանանյա Շիրակացի եւ դարեր շարունակ ուրեմն եկեղեցուց դուրս եկեղեցուց անջատված կամ եկեղեցուն անջատված չասեմ եկեղեցուն մերժած կրթությունը չի կարող բարի կրթություն լինել չի կարող բարի կրթություն լինել այսինքն այդ ուսումնական process-ում եթե մեկը պիտի լիներ հոգեվորականը պիտի լիներ այո հիմա մենք ասում ենք լավ դպրոցում չկա բա տանը հիմա տեսեք տանն էլ չկա ցավոք սրտի ինչի որպես կանոն առանձին բացառություններ չեմ ուզում ինչու չկա որտեվ տանը այդ երեխաներով պիտի զբաղվեին
ծնողները, տատիկները, պապիկները, որոնք անցել են խորհրդային մի շրջան, այո։ որտեղ այդ կրթություն իրենք չեն ստացել։ Օրինակ, փոքրիկ օրինակ բերեմ։ Իմ տատիկներից մեկը, որը գրագետ չէր, այսինքն տառաճանաչ չէր, երբ փոստատարը իր թոշակը բերում էր, Եթե sense գրիչը բռնում էր ձեռը, այստեղ ասում էր, այստեղ մի հատ խաչ արա, որտեվ իր անուն ազգանուն ստորագրել գրել չգիտեր։ Բայց այդ տատիկս ինձ պատմում էր պատմություններ, հեքիաթի ձևով։ Հետո ես որ մի քիչ մեծացա, սկսեցի Աստվածաշունչ կարդալ։ Դա sense մի մոտավորապես մի 30 տարի առաջ էր։ Կամ մի քիչ ավելի նույնիսկ։ Այն ժամանակ դեռ ողջ էր տատիկս։ Տեսնում ես, ինչ որ տատիկս պատմել է, այսի Աստվածաշնչի մեջ է գրված։ Բայց այս կինը գրագետ չի։ Ինքը ո՞նց է, որտեղից գիտի ես։ Եվ ասում էի տատ, այս պատմությունները դու որտեղից գիտես, Աստվածաշնչի պատմությունները։ Եվ ինքը ինչ էր ասում։ Ասում է իմ հայրը կարդացվոր էր, այսինքն գրագետ էր, կարդալ գիտեր։ Եվ ասում է ինքը մեզ հավաքում էր, կարդում էր եւ պատմում էր։ Հիմա իր հայրը էս մոտավորապես տատիկիս ծննդյան թվականին բանին նայելով եղել է 1900 թվականների սկզբներին։ Այդ նախահեղափոխական կամ այդ շրջանում։ Տատիկի հայրը այդ ժամանակ, այսինքն տատիկիս մանկության հասակ այդ ժամանակ է եղել։ Նախահեղափոխական կամ այդ անցումնային շրջանում 10, 15, 18 թվականները։ Հիմա ուրեմն այդ գյուղացի մարդը իրեն գյուղում են ապրում, այդ գյուղացի մարդը գրագետ է եղել։ Եվ այն ժամանակ աշխարհաբարով սուրբ գիրք չկար։ Ուրեմն այդ մարդը գրաբարով կարդացել է եւ իր զավակներին պատմել է Աստվածաշնչյան պատմությունները, թարգմանել է, պատմել է։ Ուրեմն ասում եք գյուղացու ընտանիքում 100 տարուց ավելի առաջ հոգևոր կրթություն է եղել, որտեվ մարդը ապրել է այդ արժեքներով, որտեվ մարդը այդքան գայթակղություններ, այդքան բաներ չի ունեցել։ Հասկանում եք, այսօր որ պապիկը գիտի որ պատմի, այսօր ընդհակառակը այն տարիներին, երբ դպրոցում կար հայոց եկեղեցու պատմություն, շատ ծնողներից ես լսել եմ, որ իրանք իրանց երեխաներից են սովորում հոգևոր բաներ։ Շատերն ասում են, ես բացել եմ եւ կարդացել եմ երեխուս 5-րդ դասարանի, տղայիս կամ աղջկաս 5-րդ կամ 6-րդ դասարանի հայոց եկեղեցու պատմության դասագիրքը եւ այնտեղից այնքան բան եմ սովորել, որ ես չգիտեի, ես մեծ մարդ եմ, համալսարան եմ ավարտել, բայց ես այդպես բաներ չգիտեի։ Այսինքն մեր պարագային այն չի, որ մեծերից պիտի փոխանցվեր այս բանը, մեր իրավիճակը ունեցած, ես չեմ ասում լավ է, վատ է, ինչն է պատճառը, բայց արդյունքը այն է եղել, որ այսօր հակառակն էր, երեխաներն էին այդ հոգևորը, ինչ որ չափով, ինչ որ մասով տանում տուն եւ փոխանցում իրենց մեծերին, ծնողներին։ Այո։ Իսկ հիմա դա էլ օրինակ։ Հա, այդպիսի բազմաթիվ դեպքեր։ Հիմա ի՞նչն է խնդիրը։ Ինչա պետք։ Եկեղեցու առաքելությունը մեկն է։ Եկեղեցու առաքելությունը գլխավոր, հիմնական, միակ առաքելությունը հոգեփրկչական առաքելությունն է, այսինքն եկեղեցին կոչված է մարդկային հոգիները փրկության հասցնելու, երկնքի արքայության հասցնելու համար։ Մարդուն այն ճանապարհով տանելու համար, որ մարդը հասնի երկնքի արքայության, մարդը դժոխքում չհայտնվի դատաստանի օրը։ Այս առաքելությունն է։ Այս շատ կարևոր առաքելություն է։ Սա մարդու համար մարդու գոյութենական նպատակն է։ Աստված մարդուն ինչի համար է ստեղծել։ Աստված մարդուն ստեղծել է նրա համար, որպեսզի մարդը իր հետ երանության մեջ գտնվի հավիտենական կյանքում, երկնքի արքայության մեջ։ Ցավոք սրտի, այսօր, քանի որ այս կրթությունը, այս գիտելիքը, այս ամեն ինչ չկա մանուկ հասակից, մարդիկ այդ նպատակը կորցրել են, եւ մարդիկ այդ երանությունը կամ երջանկությունը փնտրում են այս աշխարհի մեջ, տարբեր իրողությունների մեջ, հա, այնինչ
այդ ամեն ինչ Աստված մեզ տվել է։ Հիմա նույնիսկ ասեմ, մեր նախկին ուրեմն հասարակարգը, որում մենք ապրում ենք, սովետական միությունը, որտեղ ես ծնվել, կրթվել, մեծացել, ուրեմն չափահասության տարիքի եմ հասել, նույնիսկ այնտեղ, գիտեք, այդ երազանքը կար հասնելու դեպի հոգևոր գնալու։ ոչ թե դեպի հոգևոր, այլ այդ մարդու կատարյալ Այո, ես երջանկության դա էի ուզում երազանքը ձեզ կար, հարցնել։ որի անունը դրել էին կոմունիզմ։ Այո։ Ասում էին մենք պիտի կոմունիզմ կառուցենք։ Եվ ինչ էին ասում կոմունիզմ ասելով այն ժամանակ։ Ասում էին, երբ որ մարդը պիտի լավ ապրի, իրան լավ զգա, այսինքն ամեն մեկը իր կարողությունների չափով պիտի տա, բայց ոչ թե իր կարողությունների համեմատ պիտի ստանա, այլ պիտի ստանա իր պահանջների համեմատ, այսինքն ինչ երազում է, ինչ փափագում է, ինչ ուզում է, Կարող է մեկը քիչ տա, Այո։ բայց շատ ստանա։ Այո, այսինքն Աստվածաշնչային սկզբունք է։ Հա, Աստված բոլորին տալիս է, մեկ լումա տվողին էլ է տալիս, 10-ին էլ, 20-ին էլ, հա, Տվողին էլ է տալիս։ մեկ ժամ աշխատողին էլ վարձատրում է այնքան, ինչքան առավոտից մինչև երեկո աշխատողին, Աստվածաշնչյան բազմաթիվ Այո, Ավետարանիչը, եթե չեմ սխալվում, ասում են դուք պատկերացնում եք, եթե Աստված մյուսների նման վարվեր եւ լույսը ծագեցներ միայն արդարների վրա։ Հա։ Չէ, այսինքն հավասարաչափ բաշխում է։ Հիմա այս բաները եղել է, այսինքն մարդկության երազանքը միշտ եղել է այդ երանության վիճակը։ Նույնիսկ ուտոպիստների ժամանակվանից են, որ ինչ ինչ էին ուտոպիստները, երջանիկ կյանք, բայց այս երջանիկ կյանքը Աստված ի սկզբանե մարդուն խոստացել է, պատրաստել է, տվել է, բայց չարը մարդուն հեռացրեց դրանից, ասեց, գիտես, դուք երկինք կբարձրանաք, բայց որպեսզի հասնենք երկնքին, մի հատ աշտարակ պիտի կառուցեք, Բաբելոնի աշտարակը, այսինքն մենք եկեք Աստծուն մերժենք, մենք մեր ուժերով կհասնենք երկինք, չես կարող, մենք մեր ուժերով չենք կարողանում մի հատ սուտը մեզանից հանել, էլ ինչ երկինք գնալու, մարդը եթե կարողանար ինքն իր ուժերով մեղքը հաղթահարել, գոնե մի մեղք աշխարհի մեջ, մի մարդ մի մեղք հաղթահարել, Քրիստոս երկնքից չեր իջնի, եւ մեզ համար չեր խաչվի մեր Տեր Հիսուս Քրիստոս, չեր պատարակվի, հասկանում եք, այսինքն, եթե մարդը կարող լիներ ինքն իրան փրկել, ինքն իրեն ազատել մեղքից, Աստված անելիք չէր ունեն, Աստված կասեր, այ տեսեք, այսինչ մարդը փրկվել է, դուք էլ այդ մարդու պես փորձեք բոլոր, բայց քանի որ ոչ մի մարդ չեղավ, որ կարողանար մեղք հաղթել, Աստված եկավ, մարդացավ եւ ինքը մեղքին հաղթեց եւ այդ հաղթանակը ձրիաբար շնորհեց մեզ։ Մեղքի վարձքը ման է, բայց Աստծո ձրի պարգևը հավիտենական կյանքը, երկնքի արքայությունը, ասում է առաքյալը։ Ես ուզում եմ այստեղ ձեզ հարցնել, Տեր Գրիգոր, երբ որ մենք քննարկում ենք այս հարցերը, խոսքը մարդու անկարողության մասին է, որ ինքը կարողանա մեղքը հաղթահարել։ Այսինքն, ինչպիսի կյանք էլ ինքը ապրի, ինչպիսի սրբակենցաղ կյանք էլ ինքը ապրի, ինքը անկարողունակ է, որպեսի արժանանա ինքն իրենով երկնքի արքայությանը։ Անհրաժեշտ է բացառապես Աստծո ողորմությունը։ Առանց Աստծո ողորմության, ուզում եմ աշխարհի ամենասրբագույն մարդը չի արժանա։ Առանց Աստծո շնորհի, առանց Աստծո շնորհի, շնորհը հենց այդ աստվածային օգնությունն է, օժանդակությունն է, ներգործությունն է, զորությունն է, որ Աստված տալիս է մարդուն։ Այո, առանց դրա մարդը չի կարող, որտեղ մարդը ընկավ այն վիճակից, ինչի մեջ կար, հիմա վիճակի մեջ վերականգնվելու համար Աստվածային շնորհի անհրաժեշտությունը կա նորից։ Մենք ընկանք Աստծո շնորհից, երբ Ադամ մեղանչեց, կորցրեց այն ինչ որ Աստված տվել էր իրան, դրա համար պետք է վերականգնել։ Այսինքն Աստված ստեղծեց մարդուն, Աստված վերածնում է մարդուն Քրիստոսով։ Մկրտությունը մարդու հոգևոր ծնունդն է։ Մենք Քրիստոսն եկավ իր հարությամբ աշխարհը կանգնեց, վերածնեց, վերաստեղծեց, հա, այս շատ կարևոր է, եւ առանց այդ վերածննդյան, եթե կարելի է այդպես կոչել, կամ առանց այդ վերականգնումի, հա, անհնարին է փրկությունը, անհնարին է փրկությունը,
Սրանք շատ կարևոր են։ Դուք անդրադարձ արեցիք նաև մեր հասարակության մյուս խոցելի շերտերին, օրինակ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց, հա։ Գիտեք, իրենց համար շատ կարևոր էր հոգևոր խնամքը, հա։ Ինչը խոսքը կուզենայի լսել այդ մասով, էլի։ Ինչ այսօր մերժվեց։ Հիմա մենք ասում ենք լավ թե վատը իհարկե Աստված գիտի լավն ու վատը, բայց այդ մարդիկ կամ այդ մարդկանց մի որոշակի զանգված կարիք ունեն դրա օդի ու ջրի պես, կարիք ունեն հոգևոր սննդի, կարիք ունեն հոգևոր խնամքի, կարիք ունեն սուրբ պատարագի, կարիք ունեն սուրբ հաղորդություն ստանալու, կարիք ունեն խոստովանության, մեղքերի թողության, որից այսօր այդ մարդիկ զրկվեցին, ուրեմն չգիտեմ, մնացածի մասին այդ բացը, հոգևոր բացը այդ մարդիկ լրացնելու այլընտրանք հիմա այս պայն փաստացի չունեն, հնարավորություն չունեն, որտեվ եթե պատարագ չի մատուցվում, եթե հոգևորական չկա, ոնց են հաղորդություն ստանալ, ոնց են իրենց մեղքերը խոստովանելու, ոնց են իրենց հոգևոր հարցերի կամ դժվարությունների հաղթահարման համար խորհուրդներ կամ խրատներ ստանալու։ Ես չեմ ուզում ուրիշ բան ասել, բայց բացի իրավական կարգավորումները, բայց չթողողները հոգևոր տեսանկյունից չթողողների քայլը մեղմ ասած ընդունելի չի, չէ՞։ Իրավական, օրենսդրական նորմերը մի կողմ դրած, հոգևոր տեսանկյունից հարցնայինք, եթե մեկը պահանջմունք ու կարիք ունի, կապ չունի այդ մարդնով, անազատության մեջ է, երկրի ղեկավար է, զինվորական է, կապ չունի, բայց այդտեղ այդ վակուումը, բացը մի վատ բանով է, չէ՞ գալու լծվի, եթե դրա դրական ներգործությունը չկա։ Եվ եկեղեցու ինչքան էլ ասում ենք չենք կարող չհիշատակել, եկեղեցու եւ պետության միջև անգամ օրենք էլ կա առաքելական եկեղեցու մասին, որ պետությունը պիտի ամեն ինչ անի, որ բավարարի իր քաղաքացիների հոգևոր պահանջմունքները, նախադպրոցական կրթությունից մինչև ամենաբարձրագույն տարիքը։ Այսինքն այստեղ նաեւ եթե այդպես խոսենք ոչ հոգևոր կատեգորիաներով, այստեղ մարդու իրավունքների խախտում է տեղի ունենում, որտեղ մարդու հիմնարար իրավունքներից մեկը հոգևոր ուրեմն իր պահանջմունքների բավարարման իրավունքը խախտված է, ուրեմն թե բանակում, թե ուրեմն քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց եւ ինչու՞ չէ այս հնարավոր է որ այսպես շատ ու շատ ուրիշ տեղերում էլ ուրիշ վայրերում էլ, հա, դե գիտեք ասում եք մարդը մեղքի զգացում չունի, այսինքն մարդիկ հոգևոր գիտակցություն չունեն, մարդիկ հոգևորը այսօր ցավոք սրտի շատ հաճախ բանը շահարկումների բան են դարձնում, այսինքն հոգևորի անվան տակ իրենց ինչ-ինչ շահերն են փորձում ուրեմն տեղավորել կամ բավարարել, այսինքն մարդիկ Աստծո երկյուղը չեն կրում, Աստծուց չեն վախենում, չեն մտածում, որ այս ամեն ինչը, որ եկեղեցին դա աստվածային հաստատություն է, եթե կարելի է այդպես կոչել, աստվածահաստատ կառույց է եւ եկեղեցուն ի վերջո եկեղեցու գլուխը Աստված է եւ եկեղեցին առաջնորդողը Սուրբ Հոգին է, հա, իր բոլոր տկարություններով, թուլություններով, տարբեր հանգամանքներով պայմանավորված, տարբեր գործոններով պայմանավորված, հա, միևնույն է, եկեղեցին Աստծո կամքը երկրի վրա իրագործող ուրեմն այդ ինստիտուտն է, եթե այդպես կարելի ասել այսօրվա բառապաշարին հետևելով, ուրեմն եւ գիտեք եկեղեցին տարբեր փուլերով անցել իր զարգացման ընթացքում, շատ ավելի դաժան բաների միջով անցել, քան այսօր։ Հա, եւ բանը մենք էլի անցնելու ենք, հա, որտեվ Քրիստոսն է եկեղեցու գլուխը, եկեղեցին չի պարտվում երբեք, եկեղեցին ուղղակի այդ ամեն ինչի միջով անցնելով ավելի զորանում է։ Ասեմ, գիտեք, այստեղ հարցի մյուս կողմը կա։ Եկեղեցին մենք չենք կարող տկարացնել
եկեղեցու վրա ամեն տեսակի ներգործություններ կամ եթե ավելի տենց բան ասենք հարցակումները միայն եկեղեցին ուժեղացնում են, հա? Գիտես, եթե բանակը չի պատերազմում երկար տարիներ, բանակը կամաց իր մարտունակությունը կորցնում է, բայց եթե բանակը միշտ պատերազմների մեջ է, ինքը քանի գնում է ավելի մարտունակ է դառնում եւ ավելի զորավոր է դառնում։ Հիմա նույնը եթե պրոյեկտենք մեր բարագային, ուրեմն եկեղեցին ինչքան դժվարությունների, փորձությունների մեջ լինի, այնքան պիտի զորանա այդ ամեն ինչի մեջ եւ այնքան հաղթանակած է դուրս գալու։ Շնորհակալ եմ Տեր Գրիգոր, անչափ շնորհակալ եմ ձեր խոսքի համար։ Տա Աստված այդպես լինի, մենք մեր հավատավոր, մեր մեղքերով հանդերձ հավատավոր այս երիտասարդները, հասարակության մասը հավատում է։ Եկեղեցին անպայման զորեղանալու է, զորեղ է ինքը։ Անպայման այս փորձությունները մի բան էլ հաղթահարած դուրս է գալու, այո, վեհափառի, հոգևոր ամբողջ սպասավորների առաջնորդությամբ։ Շատ շնորհակալ եմ այցի համար Տեր Գրիգոր։ Աստված օգնական լինի։ Ես էլ եմ շնորհակալ Տիգրան ջան, ուղղակի առիթ օգտագործելով ասեմ։ Այո, մեծ սիրով։ Մեր ողջ այն ժողովուրդը հայ, որը մտահոգ է եկեղեցու հետ կապված ներկայի իրավիճակով եւ խնդիրներով, մի քայլ ունեն անելու։ Եկեղեցում լինել։ Իսկ եկեղեցում լինել նշանակում է ապրել եկեղեցական, այսինքն քրիստոնեական կարգ ու սարքի մեջ, ինչ որ սկզբում ասեցի, պարտադիր պատարակների գնալ, սուրբ գիրք ընթերցել, աղոթել, եկեղեցական կարգ ու սարքին հետևել, պահքերը պահել, այսինքն եկեղեցականանալ։ Այս եկեղեցու համար չի։ Այս մարդիկ անում են իրենց համար։ Սրա արդյունքում իրենք պիտի հասնեն երկնքի արքայության, հա? Եկեղեցին ընդամենը մի միջոց է, որ Աստված դրել է երկրի վրա, որպեսզի մարդկանց այդ ճանապարհով հասցնի երկնքի արքայության։ Շնորհակալ եմ հրավերի համար, թող Աստված ձեզ օգնական պահապան լինի այսպիսի լավ նախաձեռնությունների մեջ։ Հարգելի հետևորդներ, եթերում Կոմպասուս Մորալիս հաղորդաշարներ, մեր հյուրը Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր Քահանա Հովհաննիսյանն էր։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։